Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 22։ Եվ հիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովա Աստվածը այս 40 տարումը քեզ մանածեց անապատի մեջ, որ քեզ խոնարեցնե, քեզ փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար, թե արդյոք նրա պատվիրանները կպահես, թե ոչ։ Երկրորդ Օրինաց 8-րդ գլուխ 2-րդ խոսք։ Աստված թույլ է տալիս, որ իր սիրելի զավակները ընկնեն փորձությունների մեջ, որովհետև նա կարող է սատանային հաղթել հենց նրա իսկ զենքով եւ այն բանում, որով սատանան կարծում է, թե կգերազանցի կամ կխաբի քրիստոնյային։ Աստված ոչ միայն իր սրբերի կողմից փառքի մեջ կհիացվի իր սիրո համար, որով նրանց փրկեց, այլև իր իմաստության համար, որով դրան հասավ։ Նրանց փրկության մեջ Աստծո սերը հարսանեկան ճաշկերույթում քաղցր ըմպելիք կլինի, իսկ Աստծո հազվագյուտ իմաստությունը այն նուրբ ու հրաշալի զարդարանքը, որով պատված կլինի գավաթը։ Իսկ իմաստությունն առավելապես երևում է հանգույցները քանդելու եւ դժվարությունների միջով ճանապարհ բացելու մեջ։ Որքան ավելի շատ խոչընդոտներ ու դժվարություններ կան որևէ գործում, այնքան ավելի մեծ իմաստություն է պահանջվում ճիշտ բանալին գտնելու համար, այնպիսի միջոցներ ընտրելու համար, որոնք կհամապատասխանեն այդ գործի բոլոր շրջադարձներին ու բարդություններին։ Հենց այդ պատճառով էլ Աստված թույլ է տալիս, որ նման փորձություններ առաջանան, որպեսզի իր իմաստությունն ավելի մեծապես երևա դրանք բոլորը հաղթահարելու եւ իր սրբերին դեպի փառք առաջնորդելու մեջ այն ճանապարհով, որով սատանան կարծում էր, թե նրանց կհասցնի կործանման։ Իսրայելացիներին պատվիրվեց հիշել ամբողջ այն ճանապարհը, որով Աստված նրանց առաջնորդեց անապատում 40 տարի։ Այդ պատերազմների պատմությունը, ով քրիստոնյա, երկնքում հաճելի կլինի կարդալ, թեև երկրի վրա դրանց մեջ կռվելը արյունալի ու ծանր էր։ Մովսեսն ու Եղիան Թաբոր լեռան վրա զրուցում էին Քրիստոսի հետ։ Սա խորհրդանիշն է այն քաղցր հաղորդակցության, որ Քրիստոսն ու իր սրբերը կունենան փառքի մեջ։ Իսկ ինչի մասին էր նրանց զրույցը։ Քրիստոսի մահվան եւ չարչարանքների մասին։ Ուստի թվում է, որ մեր տառապանքների, պայքարների եւ փորձությունների մասին հիշելն ու խոսելը անտեղի կամ անկարևոր թեմա չէ նույնիսկ երկնային փառքի ու երջանկության մեջ։